Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Ուրեմն անցյալ անգամվա համեմատ, երբ որ մենք մի շաբաթ առաջ խոսեցինք, հիմնական թեմայի շուրջ խաղաղության պայմանագրի հետ կապված այսպես կոչված խաղաղության պայմանագրի ըստ էության առանձնապես հիմնարար բան չի փոխվել, այն ինչ որ խոսել ենք, այդ նույն տրամաբանությունը մնում է ուժի մեջ, իհարկե դետալներ են ավելացել, գուցե էմոցիոնալ ֆոն է ավելացել, հա, որովհետև երկրի վարչապետը հայտարարել է նրա մասին, որ ես պատրաստ եմ ստորագրել ու շատ մարդկանց դա ուղղակի հունից հանել է, բայց ժողովուրդ ջան, խնդրում եմ շատ այտենց լուրջ մի ընդունեք այդ բաները, որովհետև դա իրական խեղկատակություն է, իրոք խեղկատակություն է, հասկանում եք պայմանագիր միակողմանի ստորագրելը, դա աշխարհի համաշխարհային, չգիտեմ, 1001-ների պատմության մեջ չտեսնված բան է, դա նույնն է, ոնց որ միակողմանի ամուսնանաս, չի լինում նման բան։ Ես հասկանում եմ, որ դժվար է, բայց որքան հնարավոր է հանգիստ արեք, որտեղ դա իսկական արդեն կրկեսի է վերածում ես ամեն ինչը եւ ուղղակի ուշադրություն մի դարձրեք այդ խեղկատակությունների վրա։ Իհարկե մի ուրիշ դետալ էլ է ավելացել, որ Ադրբեջանը անընդհատ հայտարարում է օրվա մեջ 2-3 անգամ, որ իբր հայկական ուժերը կրակոցներ են բացում սահմանի վրա, փորձում է ստեղծել սահմանային լարվածության պատրանք, այստեղ էլ էս մեր ուրեմն չգիտեմ, հարգելի կառավարիչները, այսպես ասում են, մենք չենք ենթարկվում ցադրանքների եւ այլն։ Հիմա այս թեմայի հետ կապված շատ կարճ իմ կարծիքը ասեմ, իհարկե սա նախնական կարծիք է, ամեն օր պետք է ստուգել նման դեպքում ինֆորմացիայի հետ ամեն օր պետք է աշխատել, բայց համենայն դեպս այս պահին ինչը որ ես նայում եմ ընդհանուր ինֆորմացիոն կոնտեքստում ֆոնին, հետեւյալ խնդիրն են կարծում եմ լուծում, իրենք ուղերձ են ուղարկում Հայաստանի կառավարիչներին, որ այն պայմանները, որ մենք դրել ենք, այսինքն այս դեպքում տվյալ դեպքում երկու պայմանի մասին է խոսքը, մենք գիտենք, որ դրանք շատ ավելի շատ են, բայց այս երկուսը սահմանադրության փոփոխությունը եւ Մինսկի խումբի լուծարումը որպես նախապայման այդ թուղթը ստորագրելու, իրենք ուզում են, որ անպայման այստեղից պաշտոնական հայտարարություն հնչի, որ այդ նախապայմանները ընդունվում են, եւ դրա համար էլ այս ուժային, այսպես ասած, ճնշումը, ուժային սպառնալիքի ճնշումը գործադրում են, ազդելով, աշխատելով հոգեբանության վրա մեր կառավարիչների, լավ արդեն իմանալով այդ հոգեբանությունը, որ իրանք այդքան էլ դիմացկուն չեն, այսպես ասած, մեղմ ասած այդ հարցերում, միգուցե նաեւ այլ հավելյալ նոր զիջումներ կորզելու, օրինակ, միգուցե, չգիտեմ, նույն անկլավների հարցը, որը մի օր բնականաբար էլի դրվելու այսպես կոչված անկլավների հարցը մեր առաջ միգուցե նաեւ այդտեղ ամենայնպես այս պահին իմ կարծիքով նպատակը սա է, թե եթե ավել ինչ որ ավելի լայն նպատակներ լինեն կամ չգիտեմ, միգուցե իրոք ռազմական ավելի sense գործողությունների վերածվելու միտում լինի, դա էլ եմ ասում, ամենօրյա աշխատանքով ինֆորմացիայի հետ միայն կարելի է բարձել, այս հարցում էլ նախնական կարծիք եմ ասում, սա է։ Իհարկե, էլի մենք հիմա սա ձայնագրում ենք, մինչև հրապարակվի մի քանի օր կանցնի, միգուցե մի քիչ հնացած լինի այս տեսակետս, ամենայնպես ասեմ, որ սա մենք ձայնագրում ենք ուրբաթ օրը մարտի 21-ին։ Հիմա, բայց այս ամեն ինչով հանդերձ, քանի որ եմ ասում, իմ կարծիքով հիմնարար ոչ մի բան չի փոխվել այս հիմնական թեմայի շուրջ, ինչ որ անցյալ անգամ խոսացել ենք, սա է մնում ուժի մեջ, ես ուզում եմ այսօր անդրադառնանք էլի իսկ ինչ անել հարցին, որին նախորդ անգամ մասամբ անդրադարձանք, բայց պայմանավորվեցինք, որ այս խոսակցությունը այս զրույցը կշարունակենք։ Ես էլ եմ ուզում շեշտեմ, որ այն հավանական հանգամանքը կամ սցենարը, որ ի վերջո սահմանադրությունը, փոփոխված սահմանադրությունը, որից անկախության հռչակագրի վրա հղումը կհանվի, դրվելու է հանրաքվեի, սա շատ լուրջ քաղաքական պայքարի եւ նաեւ ես հավատում եմ, եթե լավ կազմակերպված լինի հաջող քաղաքական պայքարի հեռանկար է բացում, ընդհուպ մինչեւ իշխանափոխություն եւ ընդհուպ մինչեւ ազգային հեղափոխության իրականացում, եթե մենք ճիշտ ընկալենք այս հեռանկարը։ Իհարկե կարող եք ասել, առարկել, որ նախ դա դեռ պարզ չի, այս հարցում հստակություն չկա, եւ երկրորդ դրա ժամկետները հասկանալի չեն։ Հիմա, պարզ է թե պարզ չի, այսպես ասեմ, այս պահին ինձ թվում է ամենահավանական տարբերակներից մեկն է, որովհետեւ նախ հայտարարվել է նրա մասին, որ սահմանադրությունը փոխվելու է, իհարկե իրենք ասում են դա Ադրբեջանի ճնշման տակ չի, դա չգիտեմ մենք մերոնցով ենք փոխում եւ այլն, բայց մենք բոլորս հասկանում ենք ինչ է կատարվում։ Իհարկե Ադրբեջանը պահանջում է իրենցից ել ավելի հստակ հայտարարություններ, դա իր հերթին դրա մասին ասացինք, եւ ամենայն դեպս էլի ամենայն հավանականությամբ իհարկե իրենց փոփոխված սահմանադրության նախագծից այդ հղումը անկախության հռչակագրին, այսպես թե այնպես
Հանվելու է որքան էլ իրենք փորձեն ներկայացնել, որ սա զուտ ներքին գործընթաց է, եւ եթե այդպես լինի, սահմանադրության նախագիծ լինի, դա էլի ես որքան իրավաբանների հետ էլ ես վերջին օրերին խոսեցի, փորձեցի ճշտել, անհնար է դա առանց հանրակրվեի անցկացնել, այսինքն հանրակրվեն լինելու է եւ այստեղ կարևոր է դառնալու արդեն ժողովրդի կազմակերպվածությունը եւ ժողովրդի կողմից դիրքորոշման հայտները։ Ժամկետների առումով ասեմ, որքան էլ զարմանալի, ամենաէականը չի։ Ի վերջո, այստեղ խնդիրը այդ հեռանկարն է եւ այդ հեռանկարի միջոցով մեր գլխավոր այս պահին ազգային խնդրի լուծելն է, ազգային հեղափոխություն իրականացնելն է եւ նոր անկախ Հայաստանի կառուցելն է, որպես առիթ։ Այս դեպքում այդ ժամկետները որոշ չափով երկրորդական են դառնում։ Բայց մի բան ասեմ, երբ որ մենք դեռ 2021 թվականից ստեղծվել է մարտական եղբայրությունը եւ անդադ մեր մոտ մարդիկ այս տարիների ընթացքում եկել են, գնացել են, հարցրել են մեր տեսակետները, մեր պլանները, մենք ասել ենք, մենք պատկերացնում ենք կազմակերպված պայքար, դրա համար պետք է պատրաստվել եւ ժամանակ չունենք։ 2021 թվականից մենք հետ ենք լսում, որ ժամանակ չունենք, բայց անցել է արդեն 2021 թվականից 3.5 տարի։ Եվ 3.5 տարում, եթե փոխանակ ասենք ժամանակ չկա, հեսա պետք է արագ եսիմ ինչ անենք, եւ ոչինչ բան չի արվել բնականաբար, որովհետեւ սովորաբար մարդիկ, որոնք ժամանակ չունեն, ես որքան հասկացա, այս փորձից իրենք երբեք էլ ի վերջո չեն անում։ Մենք 3.5 տարվա մեջ հաստատ կարողանանք շատ լուրջ գործ անենք, եթե բոլորով միասին իրոք կազմակերպված քաղաքական թիմ ստեղծենք, եւ ես կարծում եմ արդեն հարցը լուծած կլինենք։ Այնպես որ խնդրում եմ այդ ժամանակ չունեմի մասին, եկեք չխոսանք։ Եկեք տրամադրվենք գործի, լուրջ գործի, որը այո, պահանջում է նաև որոշակի ժամանակ, բայց այդ ժամանակը շատ ավելի կարճ է, քան 3.5 տարին, որ անցել է 21 թվականից։ Ուզում եմ մի անգամ էլ հիմնավորեմ, ինչու եմ այսքան կարևորում հենց այս հանրակրվեի հեռանկարը, որովհետև դիտվում է, որ էլի տարբեր քաղաքական առիթներ կան։ Հիմա տեսեք, քաղաքական պայքարը ինքը ունի իր առանձնահատկությունները։ Շատ կարևոր է ցանկացած քաղաքական պայքարին հաջողության համար ճիշտ պահը, ճիշտ իրավիճակը, որը հաճախ մենք չենք ընտրում։ Այդ իրավիճակը պետք է հասունանա։ Այսինքն դու կարող ես ունենալ այն ամեն ինչը, ինչ որ պետք է քաղաքական պայքարի համար, ոնց որ մենք ասում ենք գաղափարը, ծրագիրը, կազմակերպված թիմը, ամեն ինչը, ռեսուրսները, փողը, բայց պահը չհասունանա քաղաքականության մեջ, պահը հասունանալը շատ կարևոր է։ Եվ այդ պահը կարող է հասունանալ ամիսների ընթացքում, եթե քո բախտը բերում է, կարող է տարիների ընթացքում հասունանա, կարող է շատ երկար հասունանա եւ չգա, եւ դու պետք է համբերատար սպասես, չպետք է ոնց որ ընկճվես եւ հիասթափվես։ Եթե մենք հենց մեր տեսած պատմության մեջ այդ օրինակներ ունենք, հենց այսօրվա ուրեմն վարչապետին հիշեք, 2006 թվականից ինքը մտել է քաղաքական պայքարի մեջ, հիմա ես իրեն օրինակ եմ բերում ոչ թե հասկանալի է որպես հաջողակ ղեկավար, բայց որպես գործիչ, որը համենայն դեպս այն նպատակին, որին ինքը դրել է, որ ինքը լինի երկրի առաջին դեմքը, ինքը հասել է։ Հասել է իհարկե եւ իր ջանքերի շնորհիվ եւ բախտի բերմա շնորհիվ, այլ է նորմալ քաղաքականության մեջ, բայց հետեւողական եւ տեսեք 2006 թվականից ինքը փնտրել է իր շանսը։ Եվ այն պահին, երբ որ թվում էր, որ ոչ մի շանս չկա, շատ լույս այդպես էր թվում, չէ, 2018 թվականի հունվարին կարծում եմ Հայաստանում շատ քիչ մարդ էր կարծում, ովքեր որ բացի այն մարդկանցից, որոնք տեղյակ էին ներքին խոհանոցներից, թե ինչ է այդտեղ էփվում, պատրաստվում, մի քիչ քաղաքականացված մարդկանցից, բայց նույնիսկ իրանց մեջ ոչ բոլորն էին երևի հավատում հեռանկարին, շատ քիչերն էին պատկերացնում, որ այն ինչ որ տեղ ունեցավ 18-ին տեղի կունենա եւ բացի այդ դրա մեջ հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ շատ էին այն ժամանակ գործիչները, առաջնորդները, հավակնորդները, հենց Նիկոլ Փաշինյանը կդառնա երկրի առաջին դեմ։ Հիմա կարող եք ասել, դա նախապատրաստված է սցենարը եւ այլն, դա էական չի։ Էական այստեղ այն է, որ քաղաքական իրավիճակը պետք է հասունանա եւ մարդը գործիչը կարող է տարիներով սпасել։ Ամեն ինչ ունենալով, ինչը որ 18 թվին ուներ, ինչ որ ուներ 18 թվին, ասեք 16 թվին էլ ուներ, 15 թվին էլ ուներ, ավելի շուտ էլ ուներ, բայց եւ սա մի օրինակ եմ բերում, ընդհանրապես բոլոր կարող եք ուրիշ օրինակներ էլ նայել տեսնել, քաղաքական իրավիճակը շատ կարեւոր է եւ առիթը քաղաքական պայքարի շատ կարեւոր է։ Այդ իմաստով ես համարում եմ, որ այդ հանրակրվեի հեռանկարը շատ ավելի լավ քաղաքական առիթ է, քան օրինակ նույն ընտրությունները։ Իհարկե, եթե ստացվի այնպես, որ ընտրություններն են դառնում գլխավոր թեման, ուրեմն պետք է փորձել այդտեղ։ Բայց ընտրությունները միշտ ենթադրում են նախ որոշակի ուժերի ապակենտրոնացում, մրցակցություն է թվում գաղափարակից ուժերի միջև, ռեալիստ լինենք։ Չի լինելու այդ մեծ գլոբալ միավորումը թեկուզ գաղափարական ուժերի, որտեղ դե
Դու բնույթն է այդպես, մեր ազգային առանձնահատկություններն են այդպես, ես սիրում եմ լինել ռեալիստ։ Մրցակցություն է ենթադրում։ Այստեղ հանրակրվեի դեպքում մրցակցության խնդիր չկա, կա մի խնդիր, եւ այդ մի խնդրի շուրջ կարելի է հասնել որոշակի համախմբման, իհարկե, ել եմ ասում, համախմբումը ինքնանպատակ չի, ինքը պետք է որոշակի սահմանների մեջ լինի, բայց որոշակի համախմբման կարելի է հասնել, կա մի կարգախոս այդ դեպքում, ոչ թե բազմաթիվ կարգախոսներ, բազմաթիվ բաներ, մի կարգախոս կա, մի խնդիր կա, որը պետք է լուծվի, առաջնային խնդիր կա, առաջնային կարգախոս կա, տեխնիկական, այսպես ասած, կարգախոս կա, այդ հանրակրվեի տապալումը, այսինքն ոչ ասել է այդ սահմանադրական փոփոխություններին, բայց դրա հետ կապված նաև բացվող հեռանկարներ, հեսա դրա մասին էլ կխոսամ, բացի այդ կա բովանդակային կարգախոս, այդ պայքարը ճիշտ ձևակերպման դեպքում պետք է ձևակերպվի, ինչպես էլի խոսել ենք, բայց այսօր էլ ուզում եմ շեշտել, որպես անկախության համար պայքար, եւ դա իրոք իր էությամբ դա է, չեմ ուզում հիմա նորից բացեմ, թե ինչու անկախության պայքար, որտեղ շատ ենք խոսել դրա մասին, որ այսօր Հայաստանի խնդիրը հենց անկախության պայքարն է, եւ այդ հանրակրվեով դա բացահայտվում է, որովհետեւ խնդիրը դրվում է անկախության հռչակագիրը, ավելի պարզ լեզվով հնարավոր չի բացատրել եւ բացահայտել որն է խնդիրը, մենք այսքան վերլուծում ենք, ասում ենք եւ այլն եւ այլն, այդ ամենը ճիշտ է, բայց պարզ ընկալելի ձևով առանց բացատրության դրվում է անկախության հռչակագրի խնդիր եւ դու ասում ես սա անկախության պայքար է եւ սա ամենաճիշտ կարգախոսն է, ոչ թե, չգիտեմ, խաղաղության պայմանագրին դեմ կամ կողմ, որը ասենք հացանցյալ թեմա է դառնում, ոչ թե, չգիտեմ, Նիկոլին դեմ կամ կողմ, դա էլ է հացանցյալ թեմա դառնում, ոչ թե ինչ-որ մասնավոր հարց, այլ երկրի ամենակարևոր հարցը, անկախության հարցը եւ սրանից ավելի լավ կարգախոս, պարզ եւ մեկ բովանդակային կարգախոս չի կարող ունենալ որևէ պայքար։ Մյուսը արդեն սրանից բացվող հեռանկար է, որովհետեւ եթե հնարավոր է դառնում այս պայքարում հաղթել, այսինքն այդ համանadrական փոփոխությունը տապալվի, չանցկացվի, այստեղ նույնիսկ մեկ չէ, երկու կարևորագույն խնդիր է լուծվում։ Մեկը հայ ժողովրդի վրայից հանվում է այն մեղադրանքը, այն բիծը, որը ուզենք թե չուզենք, ակամայից մեր բոլորիս վրա այդ կա, որ մենք ընտրել ենք մի կառավարություն, մի քաղաքական ուժի ձայն ենք տվել, ու երբ որ ասում եմ մենք, ես նկատի չեմ բառացի բոլորիս, ես անձամբ չեմ ընտրել, չգիտեմ, լսողների շատերը չեն ընտրել, բայց մենք հավաքական մենքը, մեծամասնությունը, ձայն է տվել մի քաղաքական ուժի, որը խայտառակ պարտություն է կրել, ունենալով ժողովրդի աննախադեպ աջակցություն եւ վստահություն, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում խայտառակ պարտության է տարել երկիրը եւ ընտրվել է նորից որպես երկրի քաղաքական ուժ։ Մենք բոլորս գիտենք ինչու է դա այդպես ստացվել, բոլորս դա հասկանում ենք, գիտենք, այդ մենք գիտենք։ Դրսի հայացքի համար, պատմության հայացքի համար, օբյեկտիվ հայացքի համար փաստը մնում է փաստ, որ պարտություն կրածին մենք կտրենք եւ դա ֆորմալ իմաստով, ես եմ ասում, էությամբ այդպես չի, ես չեմ համարում, որ մեր ժողովուրդը համակերպվել է պարտության հետ, բայց ստացվում է ֆորմալ իմաստով, որ մեր ժողովուրդը պարտության հետ համակերպվել, խնդիր չունի, մեր ժողովրդի համար այդ ամեն ինչ որ մենք գործել ենք, արժեք չէր, իրա պետքը չի, եւ սա մնում է մեր վրա բիծ։ Եվ այստեղ կա շանս, հնարավորություն դրանից ազատվելու, ապացուցելու, որ մենք այդ ժողովուրդը չենք, մենք չենք համակերպվում դրա հետ, մենք հասկանում ենք ինչ է տեղի ունենում եւ մենք պատրաստ ենք մեր անկախության համար պայքարի։ Այս մեծ շանսն է բացում, սա հավատացեք շատ կարեւոր է, ոչ միայն զուտ հոգեբանական իմաստով, նաեւ հոգեբանական մեր համար, հասարակային հոգեբանությունը նկատում, որտեղ այդ ենթագիտակցության մեր բոլորիս վրա ազդում է, մենք գիտակցենք դա, թե չգիտակցենք, ազդում է դա, որ այս ինչի պատասխանատու ենք մենք դառնում, բայց նաեւ արտաքին հայացքի համար, որտեղ էլ եմ ասում, արտաքին բոլոր խաղացողները նայում են եւ ասում են, այս ժողովրդին այս ամենը պետք չէր եւ համապատասխանաբար քո հետ վարվում է եւ քո այդ որում բարեկամը եւ քո թշնամի բարեկամներն էլ ասում են դե այսքանն է պետք է ժողովրդին այսքանը փորձենք ապահովել եւ մյուսը իհարկե եթե էլի հասնում է հաջողության այդ պայքարը հանուն անկախության պայքարը եւ հանրակրվեի տապալումը տեխնիկական մասը ապա ինքնաբերաբար գալիս է իշխանափոխության հարցը իհարկե մենք ավելի լայն պատկերացնում ենք նաեւ ազգային հեղափոխություն մենք ասել ենք որ ազգային հեղափոխությունը միայն իշխանափոխությունը չի բայց իշխանափոխությունը բնականաբար դրա կարևոր մասն է ինչու որովհետեւ եթե տապալվում է այդ հանրակրվեն դա ոչ միայն ուղղակի այդ հանրակրվեն է տապալվում այլ ժողովուրդը ոչ է ասում այս
ամբողջ քաղաքականությունը, որ այսքան տարի վարվել է, որտեղ այս ամբողջ քաղաքականությունը, որ այսքան տարի վարվել է, որն է եղել, որ մենք գնում ենք իբր դեպի խաղաղություն, այդ ճանապարհին բոլոր այսպես ասած ծանր զիջումները անում ենք, հասնում ենք այդ նպատակին, մեր ժողովուրդն էլ մեր հետ է։ Եվ երբ որ պարզում է, որ դա այդպես չի, այդ ամբողջ ստրատեգիային ժողովուրդը ասում է ոչ, այստեղ ավտոմատ անկախ ընդ որում ընտրությունների արդյունքներից, որտեղ այսօր մի խոսակցություն ունեցա, ասում է, բա եթե 2027-ին լինի, իսկ մինչև այդ 26-ին օրինակ ժողովուրդը Նիկոլին ընտրի, դա էական չի։ Սա ավելի կարևոր է։ Եթե նույնիսկ ընտրի, ընտրությունները էլ եմ ասում, շատ ուրիշ տարբեր սցենարներ կան, տարբեր ուժեր են մասնակցում, մարդիկ չարած փոքրագույն են ընտրում իրենց պատկերացմամբ եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ հարցը գալիս է արդեն ներվը ամենաէությունը, եւ եթե ժողովուրդը սրան ասում է ոչ, այդ ընտրության արդյունքները ըստ էության չեզոքացվում են, ապա լեգիտիմացվում է այս ամբողջ կառավարությունը եւ դրանից հետո բնականաբար արդեն հարցը ցակում իշխանապողության եւ ձեզ ասեմ էլի, եթե այս բանը ենթա ոնց որ ջուղը փակելու համար, որ մենք Հայաստանում ունեցել ենք տարբեր ուրեմն իշխող ուժեր, որոնք հաղթել են ընտրություններ եւ շատ արագ հեռացել են 2017-ին Սերժ Սարգսյանը, 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, այս օրինակներն էլ մենք ունենք եւ կարծում եմ, որ այս մեր այսպես ասած շակերտավոր ընկերները այստեղ բացառություն չեն լինի։ Հիմա սա քաղաքական հեռանկարի առումով ես կարծում եմ բավականաչափ այս պահի համար հիմնավորեցինք։ Իհարկե ինչ է պետք սրա համար, որպեսզի այս հեռանկարին մենք հասնենք, ես կարծում եմ, որ մենք սրա մասին շատ ենք խոսացել, ինչա պետք իմաստ։ Պետք կլինի, հա, էլի կխոսանք, այսինքն, որպեսզի մենք չգա հասնի այդ օրը եւ մենք նորից ասենք հայտնվենք այս ցակուցրի վիճակում, չկազմակերպված վիճակում եւ հետո ասենք, օ, բա ինչ անենք, արագ շուտապույտ ինչ որ լուծումներ ժամանակ չկայի մեջ էլի նորից ընկնենք, մենք այսօրվանից պետք է դրան պատրաստվենք։ Ինչա պետք է եմ ասում, դրա մասին խոսացել ենք, գաղափար, ծրագիր, լուրջ սահմանումներ, թիմ, կազմակերպվածություն, ռեսուրսներ։ Շատ པարզ բաներ են սրանք առաջին հայացքից, բայց երբ որ խորանում ես, ամեն մեկը շատ կարևոր նրբություններ ունի, շատ կարևոր նյուանսներ ունի եւ ամենը դեպս էլի շեշտեմ։ Ինքնանպատակ համախմբանը ես դեմ եմ։ Դա արդյունքի չի բերի, դա կբերի 2018-ի կրկնությանը, իսկ 2018-ից մենք հրաժարվելով պետք է հրաժարվենք, հասկանալով բոլորի սխալը, որ այստեղ խնդիրը մենակ Նիկոլը չի, այլ ամբողջ 2018 թվականը իր էությամբ, իր տեխնոլոգիայով, իր գաղափարախոսությամբ սխալ էր։ Սրա մասին եմ ես խոսացել, հիմա չեմ ուզում կրկնեմ, ուղղակի զուտ հիշեցնում եմ։ Հիմա այս ամեն ինչի համար էլ եմ ասում, պետք է պատրաստվել, որովհետև մյուս տարբերակը, որովհետև էլի ես հիմա տենց լսում եմ, մտքիս մեջ ասում եմ, վայ, բան չի, սպասենք այդ հանրակրվեին, եկեք հենց հիմա, ես դեմ չեմ հենց հիմա, եթե կա հենց հիմա ռեալիստական առաջարկ, եւ այնպիսի առաջարկ, որը իսկականից բերում է ոչ թե ուղղակի իշխանափոխության, այլ ռեալ անկախ Հայաստանի կառուցմանը եւ ռեալ այնպիսի Հայաստանի կառուցմանը, որը ի վիճակի է լինելու ուժային պատասխան տալու Ադրբեջանին եւ ոչ միայն Ադրբեջանին եւ ուժային դիրքերից խոսալու, այլ ոչ թե ասելու ես ավելի լավ կբանակցեմ, չգիտեմ դիվանագիտական լուծումներ կանենք կամ չգիտեմ ավելի լավ խաղաղություն կբերեմ, եթե կա այդպիսի տարբերակ հենց հիմա, եկեք անենք, բայց ես ցավոք սրտի այդպիսի տարբերակ հենց հիմա չեմ տեսնում, ոչ էլ հավատում եմ, որ համապատրաստի տրջիկ տալով, ասենք փողոց, ես նկատի չունեմ փողոցային ակցիաներ միշտ կարելի անել, մենք էլ անում ենք, այս վերջի օրինը լիդեր բարել։ Հարցը դա չի։ Լայն արդեն վերջնական նպատակներ դնող շարժման մասին է խոսքը։ Դրան հաստատ պետք է պատրաստվել, դրան հաստատ մենք պատրաստ չենք, մենք դրան կարող էինք պատրաստվել, շեշտում եմ, եթե 3.5 տարի չկորցնեինք, որտեղ մենք ասում ենք 3.5 տարի Նիկոլն է կորցրել, այ 3.5 տարին մեր հասարակությունը կորցրել է անիմաստ խոսակցությունների, անիմաստ էմոցիաների, անիմաստ ժամանակ չունենքի, անիմաստ քիչ խոսած է գործ արեք այն նման բաների վրա, եւ եթե էլի կորցնենք, նույն իրավիճակի մեջ ենք լինելու, բողոքելու ենք, լացելու ենք, բայց ոչ մի բան չենք անելու։ Ջանք է պետք, ժողովուրդ ջան, մի քիչ զողողություն է պետք եւ պետք է պատրաստել ժամանակ տրամադրել, համբերատար լինել եւ հետեւական լինել։ Այս մասով այսքանը, հիմա մի հատ ուրիշ բան եմ ուզում ավելացնել։ Հիշեցնեմ, որ դուք կարող եք մասնակցել մեր գործին, աջակցել մեր գործին բոլորով։ Այդ մասնակցության ձևերը ասել եմ, շատ բազմազան են, սկսած Facebook-յան լայքից, սկսած մեր հաղորդումների տարածումից, մինչև գալ մեր գրասենյակ, ծանոթանալ, ներգրավել մեր գործունեությանը, նաև կարևոր է մեզ համար ձեր աջակցությունը, այսպես ասած, նյութական, որովհետև մեր մոտ ասել եմ, մեծամասամբ ճնշող մեծամասնությունը գործի կամավոր հիմունքների վրա է, այդ թվում էս մեր հաղորդումներ նկարելը, մեր ամբողջ այս քարոզչական նյութերը պատրաստելը հնարավորության դեպքում մեզ համար շատ կարևոր ու շատ
օգտակար է, այսպես ասած, եթե գրանցվեք մեր Patreon-ին, որովհետև այդտեղ հնարավորություն է ստեղծում պարբերական ոնց որ ներդրումների, իսկ մեզ համար պարբերականը թեկուս փոքր գումար, բայց պարբերական ոնց որ շատ կարևոր է, որովհետև մենք կարողանում ենք դրա շնորհիվ նախապես պլանավորել մեր գործունեությունը։ Իհարկե ես չեմ ասում, որ ոչ պարբերականը կարևոր չի, բայց պարբերականը իր տեղը ունի, որովհետև կանխատեսելիություն է մտնում մեր գործունեության մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք արդեն գրանցվել են եւ արդեն մեզ համար ահագին մեծ դա օգուտ է, որովհետև դրա շնորհիվ օրինակ մենք հիմա որտեվ նաև ուզում եմ սկսեմ արդեն ոնց որ այսպես ասած հաշվետու լինել, թե ինչ ենք անում այդ գումարներով Patreon-ից ստացված հատկապես հիմա մենք թարմացնում ենք, փորձում ենք թարմացնել մեր տեխնիկան, այստեղ ձայնագրելու, նկարելու տեխնիկան, այդպիսի պլաններ ունենք, իհարկե շատ տենց ճոխ բան չենք կարող անել, բայց ինչ որ կարող ենք անել, համենայն դեպս մի քիչ որակը բարձրացնելու այս մեր հաղորդումների, սա առաջի բաներից է, որ այդ որոշումը մեր կլոր սեղանն է, ինչպես ծախսվեն գումարները, այսպես ասած այդ իրավասության ներքո է, եւ հետագա արդեն եթե էլի լինեն, այսպես ասած ձեր օգնությամբ ինչ որ գնումներ, ձեռքբերումներ, չգիտեմ, առաջընթացներ, դրա մասին էլ հաշվետու կլինենք։ Հիմա նաեւ ուզում եմ խոսամ մի քիչ մեր քաղաքական պլաններից, մարտական եղբայրության քաղաքական պլաններից։ Մենք այսօր հայտարարություն տարածեցինք, չգիտեմ, տեսել եք, չեք տեսել նրա մասին, որ մենք որոշում ենք ընդունել կուսակցություն ստեղծելու մասին, դեռ չենք ստեղծել, այդ ճանապարհի սկզբում ենք, բայց որոշումը ընդունել ենք։ Այդ որոշումը շատ հեշտ չի տրվել մեզ, մենք 2-3 ամիս թիմում լայն քննարկումներ ենք ունեցել, եղել են նաև մարդիկ, որոնք դեմ են եղել են մարդիկ, որոնք նաև ձևաչափին են դեմ եղել են մարդիկ, որ ժամանակավորებ են համարել, բայց ի վերջո մեծամասնությունս համաձայնվել է, որ դա անհրաժեշտություն է, եւ արդեն մեր քաղաքական խումբը, մեր աշխատանքային խմբերից քաղաքական խումբը ունենք, որը այդ հարցերով է զբաղվում, ինքը հիմա սկսելու է արդեն այդ հարցի տեխնիկական մասը մշակել եւ իրականացնել, այնտեղ հասկանում եք իրավական, կազմակերպչական բազմաթիվ հարցեր կան։ Հիմա միանգամից մի բան ճշտեմ, որպեսզի ճիշտ գնա այս խոսակցությունը, մարտական եղբայրություն միաբանությունը չի վերածվում կուսակցության եւ երբեք չի վերածվելու, միաբանությունը մնալու է միաբանություն, ընդ որում ասեմ, միաբանության գաղափարը ինքը ավելի բարձր է, ինքը կենտրոնում է մնալու, իսկ կուսակցությունը մենք պատկերացնում ենք եւ մեզ պետք է որպես գործիք, քանի որ երկրի իրավաքաղաքական ամբողջ համակարգը ենթադրում է, որ եթե դու քաղաքական process-ների մեջ ես մտնում, դու պետք է գրանցված լինես որպես կուսակցություն, դա քաղաքական ուժի միակ օրենքով սահմանված ֆորմատն է, միշտ չի այդպես եղել, բայց հիմա այս օրենքով այդպես է, ընդ որում անկախ նայես դու ընտրություններին մասնակցում ես թե չէ, միևնույն է, նույնիսկ եթե հեղափոխության ճանապարհով ես գնում, նույնիսկ եթե իշխանափոխություն ես անում, նոր կառավարություն թեկուզ ձևավորելու համար այս գործիքը էլի քեզ պետք է լինելու, դրա համար այստեղ մենք այդ որոշումը ընդունեցինք, բայց զուտ էլ եմ կրկնում, որպես գործիք է, ինքը մեր համար մենք ընդհանրապես մարտական եղբայրությունը միշտ էլ պատկերացրել ենք որպես նախևառաջ գաղափար եւ որպես ցանց, եւ որպես ցանց ինքը ունի տարբեր ճյուղավորումներ։ Մենք օրինակ ունենք հիմնադրամ, ունենք ռազմամարզական կառույց, որը հիմա մի քիչ пассив է, բայց ժամանակին գործել է, տարբեր նախագծեր ենք իրականացնում, հա, եւ սա էլ լինելու է մեր ոնց որ ցանցի մասերից մեկը։ Հիմա գամ բովանդակային մասին էս խոսակցության, ուրեմն ընդհանրապես մեր ստեղծման օրվանից հենց առաջի օրվանից մենք միշտ էլ ասել ենք, որ մարտական եղբայրությունը քաղաքական կազմակերպություն է, եւ մենք քաղաքական հայտարարություններ ենք արել, քաղաքական մեկնաբանություններ ենք անում, վերլուծություններ, նաեւ քաղաքական ծրագրեր ենք մշակում, ի վերջո քաղաքական նպատակների հռչակագիր ունենք եւ այլն, այսինքն այստեղ մենք նոր բան չենք ստեղծում, ըստ էության քաղաքական ուժի կորիզը հիմքը մենք կարծում ենք, որ մենք դրել ենք եւ հիմա գալիս է հաջորդ փուլը դրա։ Հիմա այն ինչը որ մենք այս պահին մենք ունենք ուրեմն որոշակի հիմք, էլի ասեցի, բացի կազմակերպչական որոշակի հիմք ունենք, թիմ կա, որոշակի աշխատանքային բաժանում կա թիմի մեջ, մենք ունենք քաղաքական նպատակների մեր հռչակագիրը, որը անցյալ տարվա սեպտեմբերին մենք ընդունեցինք եւ հրապարակեցինք, մենք ունենք նաեւ մեր քաղաքական հարցարանը, որտեղ նաեւ բացի հարցերից ձևակերպված են պատասխանները արդեն հռչակագրի մեջ ավելի ընդհանուր բաներն են ձևակերպված։ Քաղաքական հարցարանի մեջ կոնկրետ այս իրավիճակում ավելի sense նյութական մեր մոտեցումներն են տարբեր հարցերին, պատերազմ, խաղաղություն, պաշտպանություն, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Մենք ունենք գաղափարախոսական որոշակի
բազա, որը մեր կանոնադրության մեջ է, ճիշտ է, դա դեռ չենք հրապարակել, բայց դա էլ կհրապարակեն, գաղափարական մասը, գաղափարախոսական մասը։ Եվ մենք ունենք ծրագրերի խումբ, որը աշխատում է եւ տարբեր ոլորտային ծրագրեր է մշակում, դրանք մենք կսկսենք ներկայացնել հավանաբար ապրիլ ամսից տարբեր ոլորտներին՝ կրթություն, պաշտպանություն, սպորտ, չգիտեմ, Արցախի հարց, անվտանգություն եւ այլն, սրանք հերթով ներկայացնելու ենք։ Այսինքն այս բազան մենք ունենք այդ առումով։ Ինչ է մեզ պետք։ Մեզ պետք է բնականաբար նախ եւ առաջ մարդկային ռեսուրսի ավելացում, որովհետեւ մենք ունենք թիմ, ունենք կորիզ, բայց դա այդքան մեծ չի այս պահին, մոտավորապես 50 հոգի մարդ է, գումարած համակիրներ։ Օրենքը պահանջում է, որ կուսակցություն գրանցելու համար առնվազն 300 մարդ պետք է հիմնադիր համագումարի համար։ Բնականաբար մենք չենք պատրաստվում, այսպես ասած, այն ճանապարհով գնալ, որ այդ 300 մարդը արհեստական ուղղակի ինչ որ դահլիճ նստել կամ բան անել, դա մեզ հետաքրքիր չի, մենք չենք ուզում արհեստական ինչ-որ բան, մենք ուզում ենք, որ դա իրական լինի, եւ այստեղ արդեն իհարկե ձեր օգնությունը մեզ պետք է, որովհետեւ եթե մենք համաձայն ենք բոլորս, որ մեզ պետք է ռեալ հայկական քաղաքական ուժ, որը եւ բովանդակություն կտա եւ ռեալ կազմակերպվածություն կունենա եւ նպատակներ կձևակերպի եւ պայքարին պատրաստ կլինի, ուրեմն այդ դեպքում մենք այդ գործը միասին պետք է անենք եւ այստեղ նույնպես պետք է համախմբում։ Եթե հետաքրքրված եք այս հարցով, ես խնդրում եմ ուղղակի կապվեք, այցելեք մեր գրասենյակ, խոսացեք եւ մենք միասին հասկանանք, պայմանավորվենք ինչ ենք անում, ինչպես ենք անում։ Ճանապարհային քարտեզը մոտավորապես մենք գծել ենք, ասենք որ բնականաբար այս հարցերին հարցը չի, որ 2-3 օրում լուծենք, սա լուրջ հարց է, պետք է քայլեր անենք եւ մենք չենք ուզում, այսպես ասած, էլի միանգամից sense հայտարարություններ տարածենք կամ ինչ որ բաներ ասենք եւ հետո չկարողանանք անել, մենք քայլ առ քայլ այդ նպատակին հասնելու ենք, իհարկե անվերջ չի տևելու, ենթադրում եմ, որ մի քանի ամսվա մեջ ճիշտ աշխատելու դեպքում այդ հարցը մենք կլուծենք եւ բացի իհարկե, երբ որ ասում ենք մարդկային ռեսուրս, նկատի ունենք մենակ քանակ, հա, այդ քանակը օրենքը պահանջում է, այդ քանակը պետք է լինի, բայց այդտեղ քանակի հարցը չի մենակ, գործի հարցն է։ Գործը ահավոր շատ է, իրոք, նույնիսկ այս պահին, երբ որ մենք դեռ չենք մտել քաղաքական պայքարի այն ամենասենց թեժ փուլ, հավատացեք, գործերը անընդհատ կուտակվում են եւ մենք անընդհատ չենք հասնում, դե որովհետեւ նաեւ կամավորության սկզբունքի վրա է հիմնված։ Բացի այդ, ուղղակի ֆիզիկապես չենք հասցնում։ Հիմա եթե մենք նաև այս փուլ ենք մտնում, այսինքն ուզում ենք ավելի մեծ, ավելի լուրջ կազմակերպություն ստեղծենք, այստեղ մեզ շատ է պետք բացի ոչ քանակից նաև որակ եւ ներգրավվածություն տարբեր աշխատանքային ուղղություններին։ Հիմա տեսեք ծրագրերը օրինակի համար, հա, բերեմ, հա, ծրագրերի խումբը կա, ինքը շաբաթը մեկ հավաքվում է, նաև on-line աշխատում է, փաստաթղթեր է մշակում, որոշակի կանոնակարգով, որպեսզի այդ ամենը անվերջ չտևի, բայց մենք չենք կարող ամբողջ դաշտը փակենք, որովհետև մեզ պետք է նաև այն ինչ որ մենք ունենք որպես մասնագետներ կամ մարդիկ, որոնք գիտակ են տարբեր ոլորտներից, ասենք իրավաբաններ ունենք, չգիտեմ, ասենք կրթության մասնագետներ ունենք, պաշտպանության ոլորտի մասնագետներ ունենք։ Այդ կարողանում ենք ապավել, բայց ամբողջը մենք չենք կարող փակել։ Այստեղ մեզ պետք են էլի մարդկանց ներգրավվածությունն է պետք եւ մասնագիտական եւ ժամանակի առումով կազմակերպչական բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծել։ Այստեղ էլ մեզ մարդկային ռեալ ներգրավվածություն է պետք։ Իհարկե մենք գնահատում ենք ցանկացած մասնակցություն, ցանկացած ներգրավվածություն, չգիտեմ, թեկուզ դա լինի մի հատ Facebook-յան լայքի ձևաչափով, բայց այս գործում, եթե մենք ուզում ենք հաջողենք, ավելի լայն եւ ավելի կոնկրետ ներգրավվածություն է պետք։ Մենք մոտավորապես պատկերացնում ենք կառուցվածքը, մոտավորապես պատկերացնում ենք ուղղությունները, ինչ որ կարողանում ենք մեր ուժերով լցնում ենք, այդտեղ եւ քարոզչությունն է մտնում, եւ չգիտեմ, ֆինանսականն է մտնում, եւ էլի այդ իմ ասած ծրագրերն են մտնում, եւ զուտ կազմակերպչական հարցերն են մտնում, նույն ասենք թեկուզ մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար առանձին մի հատ դա ուղղություն է, առանձին պատասխանատվություն է։ Դրա համար առանձին մարդիկ են պետք, որ մենք ունենք օրինակ բազա մեր համակիրների, հիմա մի քիչ ավելի բաց խոսեմ, հա, բավականին մեծ բազա է, բայց այդ մարդկանց հետ պետք է շփվել, պետք է հասկանալ, ով ինչ է ուզում, ով ինչ է կարող, ընդհանրապես ուզում է թե չի ուզում, այդ ամեն ինչը պահանջում է ներգրավվածություն։ Այնպես որ ուղղակի ձեզ, չգիտեմ, խնդրում եմ, դիմում եմ, որ եթե հետաքրքրված եք այդ թեմայով, եթե իրոք ուզում եք, որ միասին ինչ-որ բան անենք, եկեք, խոսենք, փորձենք միասին հասկանալ, ոնց կարող ենք այս գործը առաջ տանել, որպեսզի վերջապես բրցնենք այս բողոքի մթնոլորտից։ Ուրեմն իմ համար անդուրը այս բողոքի
բողոքի մեջ գտնվելն է։ Ես օրինակ ինչ որ փորձում եմ իմ մասով անհատական անել այս վերջին տարիներին, կարևոր մոտիվացիաներից մեկը այն է, որ չվերածվեմ շարքային բողոքավորի, որը անդադասի վատա, բա ինչ անենք, բա չենք կարող անենք, բա այս վատա, այն վատա, սրանք վատն են, նրանք վատն են։ Կարևոր չի նույնիսկ ես երբ կհասնեմ իմ նպատակին, բայց իմ համար կարևորը որ ես հանկարծ այդ բողոքավորի չվերածվեմ, որը անընդհատ ուղղակի նեգատիվ տարածի։ Եկեք որ նեգատիվ տարածելու այդ էներգիան մերը, որը մեր հասարակության մեջ անսպառ է, վերածենք ստեղծագործական էներգիայի, կազմակերպենք, կարծենք դա այդքան բարձ չի, հավատացեք։ Այս վերջի տարիների փորձը ինձ օրինակ հուշում է, որ ահա որ շատ բան կարելի է անել, նույնիսկ առանց sense ինչ որ շատ մեծ նյութական ռեսուրսի ներգրաման։ Իրոք, զուտ, չգիտեմ, այդ որակներով, մարդկային որակներով, կազմակերպչական ինչ որ որակներով, կամային որակներով շատ բան կարելի անել, շատ բանի կարելի հասնել։ Օրինակ բերեմ, թեկուզ այս մեր, ասենք ոնց որ այն որ մենք ռեգուլյար պարբերաբար թեկուզ այս հաղորդումներն ենք նկարում, հա, շատերը ասում են, հաղորդումներ եք մենակ նկարում, չգիտեմ, գործ չեք անում, բայց դուք այդքանն էլ չեք անում, ժողովուրդ են, ես ոչ թե ժողովրդին նկատեմ, այլ որոշ sense ասած գործիչներին տվյալ դեպքում։ Եվ այս ամեն ինչը արվում է կամավոր հիմքերով ըստ էության, մենք սա կարողացել ենք սրանացնել, փոքրիկ համակարգ է, բայց աշխատում է, որտեղ մեկը նկարում է, մյուսը մոնտաժում է, այն մյուսը տեղադրում է, չգիտեմ, Facebook-ում, երրորդը տեղադրում է YouTube-ում, չորրորդը ստեղծում է արհեստական բանականությամբ ծրագրեր, որպեսզի այդ տեղադրել ավելի հեշտ դառնա։ Սա է, հասկանաք, փոքրիկ օրինակ է, թե ինչպես մարդիկ ինքնակազմակերպելով կարող են թեկուզ ինչ-որ փոքրիկ նպատակի հասնել։ Հա, մեր հաղորդումները չեն դիտում միլիոնավորներ, բայց մենք այսքանի կարողացել ենք հասնել, եթե ավելի շատ ջանք ներդրվի, վստահաբար միլիոնավորներ չէ, բայց տասնյակ հազարներ, թեկուզ նաև 100,000-ներ կսկսեն դիտել։ Սրա մասին է խոսքը, որ եկեք միասին կպնենք այս գործի եւ բողոքելու փոխարեն փորձենք ինչ-որ բան անել եւ ես վստահ եմ, որ այդ ինչ-որ բանը կստացվի։ Այսօր երևի այսքանը է այս թեմայով, ես չեմ ուզում հիմա այս թեմայով շատ ծավալվեմ, որտեղ նոր ենք սկսում այս գործը։ Հնդածս գործի ծավալման հնդածս մենք ձեզ տեղեկ կպահենք եւ հուսով եմ նաեւ բացի sense տեղեկան տալուց նաեւ դուք շատերը ձեզանից ով որ կնցական է, անձամբ կգա, կծանոթանա տեղում ավելի կենթանի բոլոր խնդիրների մասին խոսենք։ Այսօր երևի այսքանով սահմանափակվեմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։